Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube անալիքում ու այսօրվա մեր քննարկման համար կրկին առանձնացրել ենք երկու ստեղծագործություն, կրկին այսպես լավագույն ավանդույթներով գեղարվեստական եւ մեկ գիտական։ Գեղարվեստական ստեղծագործությունը, որ մենք առանձնացրել ենք, դա Միգել Աստուրիասի «Պարոն նախագահն է» եւ երկրորդ գիրքը Էլիաս Կանեցի ամբոխները եւ իշխանությունը, այդպես է թարգմանվում, ամբոխը կամ ամբոխները եւ իշխանությունը, Massey West։ Ինչու է երկու աշխատությունը։ Նրանք երկուսն էլ մոտավորապես այդ իշխանության համակարգի ձևավորման, մարդկանց վրա ազդեցության մեթոդների ու հատկապես թե ինչա լինում, երբ այդ իշխանությունը շատ է երկարում, սկսում է նրա լճացումը, ուզուրպացումը, ինչ հետևանքների է դա հանգեցնում։ Խնդրեմ, դու կարող ես արդեն ավելի մանրամասն։ Բարև ձեզ, ես սկսեմ Միգել Անխել Աստորիասի գվատեմալացի միակ Նոբելյան մրցանակակրի, որը որ ճանապարհ բացեց մնացած լատինաամերիկյան գրողների համար։ Այս թեման լատինաամերիկացիների մոտ շատ տարածված է, թե ինչպես է դեմոկրատական ձևով, այսպես ասած, մարդիկ իշխանության, հեղափոխության ձևով մարդիկ իշխանության գալուց ու հետո եկած իշխանությունը ինչի է վերածվում ժամանակի ընթացքում տարբեր կորուստների պատճառով, այսինքն բայց հիմնական կորուստը ինքը ինչը որ սկսվում է, դա բարոյական կորուստից է ու նույն ձևի եթե մենք մինչև Աստորիասին հասնելը մենք քննարկում ենք, որ նահապետի աշունը, ուղղակի նահապետի աշունը շատ է թեման ոնց որ շատ է քննարկված, բայց պարոն նախագահը լրիվ նույն մոտիվացիաները ընդհանրապես լատինաամերիկացիների մոտ, քանի որ արագ իշխանություններ են փոխվել, իրենք իշխանության փչացման process-ը ամենագեղեցիկն են նկարագրում։ Մեր մոտ ես չեմ հիշում հայ գրականության մեջ, որ իշխանության փչացման գրականություն լինի, մի քանի հատ եղել են առանձին պատմվածքներ, բայց բուն իշխանության փչացման մասին գեղարվեստական գրականություն չեմ տեսել։ Բայց արի քննարկենք բարոյականությունից սկսենք, բայց ոչ միայն բարոյական հատկանիշների կորցրությունները, որ հիմնական կորուստը որն է լինում, երբ որ իրականությունը կորցնում է իշխանությունը։ Իրականության զգացողությունը ինչպես է կորցնում։ Սեփական անփոխարինելիության զգացողությունը, որ ինձանից հետո ամեն ինչ կործանված է, եթե որ բան ենք անում նույն հիմնականը ասում էին ներուն այդպիսի բան չի ասել, որ կամ բանը ինձնից հետո ջրեղեղ, ինչ որ Լյուդովիկոսն է 14-16-ը ասել, բայց նույն ձևի ներոնը ինչի է ոչնչացնում, հենց նույն անունը որ դառնում է ներ, ինքը ինչի է այրում իր սեփական ստեղծած քաղաքը, ասում են որ ընդդիմադիրների վրա գցի որ իշխանության գա, բայց իրականում այդպես չէ, այսինքն բոլոր իշխանությունը, ցանկացած իշխանություն ինքը հակված է փչանալու ու ես խոսքը տամ քեզ ու դու ասես տարբեր երկրներում ավելի քաղաքագիտական ձևով ինչ արգելքներ կան օրենսդրական, որ չեն թույլ տալիս, որ այնքան երկար, նույն ես հիմա ասեմ ժամանակային առումն էլ շատ մեծ նշանակություն ունի, թե որ տարիներից հետո, որ ինքը քանի տարի է անհրաժեշտ, որ սահմանափակում լինի, որ իշխանությունը չփչանա, որտեղ ինքը ինչպես գնում ենք խանութ սրոկ գոդնեսի գոյություն ունի, expiration date գոյություն ունի, ինքը նույն ձևի ինքը փչանում է, ինքը եթե որոշակի ժամկետը ինքը անցնում է, ինքը սկսում է փչանալ, ինքը չի կարա չփչանա, ամենալավագույն իշխանությունն էլ, հիմա եթե վերցնենք բացարձակ, այսպես ասած, ճակերտավոր բացարձակ դեմոկրատական երկիրը ԱՄՆ-ն օրենսդրորեն երկու սրոկի ժամկետից ավելի ինքը արգելված է, ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, ինչ ձեռքբերումներ լինի, ինքնից պայմանական ասենք 8 տարուց հետո արդեն ինքը աշխարհի լավագույն իշխանությունն էլ պատերազմ հաղթածել, ինքը պետքա դադարի լինելու իշխանություն, որովհետև ինքը արդեն բան չունի, ինքը այդ բդիտելնեսիա զգոնությունն է կորցնում, թարմություն, նույն ձևի ինքը սկսում է հավատալ, որ ինքն է աստու ընտրյալը, ինքը արդեն շիզոֆրենիայի բաներ են մոտը առաջանում, ամենալավագույն դեպքում էլ մարդը 10 տարի այսպես ասենք, էլի մարդու կյանքի հետ կապված
ու նաև հոգնածություն է առաջացնում նույն հասարակության մեջ, մարդը այլ մոտեցումներ կան, ու չես կարա նույն երաժշտությունը, նույն խոսքը անընդհատ լսել 8-10 տարի լսել։ Հիմա դու ասա մնացած երկրները, որ ոնց են գալիս, ոնց են գան քաղաքագիտորեն, հետո մենք ճանալու այլ մեխանիզմներ կհնարքենք։ Հա, շնորհակալություն։ Դե իրականում այդ առումով ԱՄՆ-ն միակը չի, բազմաթիվ երկրներում կա հենց այդ 2 ժամկետից ավել նախագահ կամ ասենք երկրի գլուխ չլինելու սահմանափակումը։ Հիմնականում ոնց ճիշտ նշեցիր 8-ից 10 տարի, իսկ դա գալիս է 1 ժամկետի, հիմնականում 4-ից 5 տարի են նախընտրում։ Այո, ինչ որ մի կետում մարդիկ իմջելոց, հա, ԱՄՆ-ում ի սկզբանե դա չի եղել սահմանության մեջ, հետո Ֆրանկլին Ռուզվելտը երբ ինքը 4 անգամ, զարմանալի երբ ինքը 4 անգամ ընտրվեց, հետո նոր որոշեց, որ պետքա սահմանափակել։ Բայց վերջին ժամկետը ինքը արդեն չկարողացավ։ Դե գուցե կարելի ասել ինքը նաև օգտվեց, այսպես 3-4 ժամկետից ինքը իրան այդ ֆորան տվեց, օգտվեց, թե ի վերջո 3-4 ժամկետում ինքը հասկացավ, գուցե իրոք ազնվորեն ինքը հասկացավ, որ ինքը նույնքան էֆեկտիվ չի, գուցե ավելի փորձառու, բայց նույնքան էֆեկտիվ չի, որքան իր առաջին երկրորդ ժամկետի ժամանակ ա եղել։ Դա թողնենք մի կողմ, շատ իմ համար բավական հետաքրքիր, որ Հունգարիայում դա եղավ հենց այս ընտրությունից, երբ Օրբանը պարտվեց, ով 16 տարի 2010 թվականից, իսկ ինքը 4 անգամ հաղթել էր ընտրություններում, հա 4 անգամ 4 տարի, 16 տարի երկրի վարչապետ էր, ու նոր իշխանության եկած Պետեր Մադյարը իրենց կուսակցությունը օրենսդրորեն որոշեց, որ այո, ոչ մի անհատ չպետք է 2 ժամկետից ավել վարչապետ լինի։ Ոնց դու նշեցիր, հա, մարդկանց մոտ գալիս է լճացում։ Իմիջիայլոց ես այստեղ կուզեմ շատ կարճ հիշեցնել Տիգրան Պասկևիչյանը վերջերս թողարկված այդ անկախության մերուգն ֆիլմը։ Այնտեղ շատ հետաքրքիր ինքը նկատառում էր արել, որ սովետական այդ պարտկոմում բոլորը արդեն բավական 60-ից 70-ից անձինք էին, ովքեր այդ կարիերային ուղիով անցել եկել էին, բայց հենց այդ դրա մեջ իրենք փորձել են թարմությունը, այսինքն որ ասում են նոր արյունի կամ նոր ավյունի, նոր շունչ, ինչ-որ նոր մոտեցումներ, երիտասարդական այդ ինչ-որ ձգտումների այդ մոտեցումն են իրենք կորցրել։ Ու ես խորապես համոզված եմ, ցավալի անձնական կարծիքն է, որ մեծ հաշվով սովետական միությունը չպարտվեց, այսպես սառը պատերազմը ԱՄՆ-ին ոնց ասեմ, գիտության կամ ռազմական ոլորտում։ Եղել է նախ տնտեսությունը եւ նաեւ հենց այդ պետական կառավարման մոդելը։ Այսինքն ԱՄՆ-ում անդադ ամեն 8 տարի մեկ իշխանություններ էին փոխվում, ոնց նշեցի, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր մոտեցումներ, տարբեր աշխարհայացքներ, իսկ սովետական միության մեջ այդ նույն գիծը ինքը անընդհատ գնում էր, այսինքն բյուրոկրատիան հաղթել էր քաղաքականությանը։ Եթե պայմանական ասենք, եթե ակվարիումի մեջ, եթե ջուրը չի փոխվում, ինքը սկսում է նեղել, ցանկացած բանել, այսինքն ինքը լճացում հենց դրանից է կախված, բայց վերադառնալով գրքին, արի ասենք, որ այս գրքի հիմնականը, որ այն նախագահները, այն իշխանությունները, որոնք ուզում են ավելի երկար մնան իրանց ռոկից, իրանք ինչ են անում։ Նույն գրքի մեջ ես խորհուրդ կտամ գիրքը կարդալ։ Պարտադիր իրենց բոլոր իշխանությունները անխտիր ազգային ինքնություն ոչնչացումը եւ օտար ուժերի ներգրավումը սեփական ժողովրդին ոչնչացնելու համար։ Ինչ որ զուգահեռներ չես տեսնում, այսինքն որտեղից հիմա Գվատեմալայի բանը, process-ները հիմա եթե տեղափոխում ենք Հայաստանի վրա, ինչա լինում է, ինչ պետք է լինի։ Այս գիրքը գրելուց, որ նմանատիպ ինչ-որ մի պատկեր մենք ենք։ Ու մեկ էլ ամենակարևորը, որ ժողովրդի դիմադրողականության ոչնչացում։ Այսինքն ոնց կարող է մի գրքի մեջ այսքան համընկնումներ լինի։ Ինքը էսի ոչ թե որպես օրինաչափություն է ինքը դառնում, այսինքն ոչ թե տվյալ մարդուցա կախված ինքը բարձր արժեքներ կրողա, բարձր ստեղծություններ սատանայի փաստաբանի դերը կատարել ու ասել, որ գուցե այս ամեն ինչը լինում է փոքր կամ ինչ որտեղ պարտված կամ ինչ որտեղ որոշակի թուլություն ունեցող պետությունների պարագայում, որովհետև նույն օրինակ Ռուսաստանում, Ադրբեջանում, չգիտեմ, Հյուսիսային Կորեայում, Չինաստանում, ի վերջո այնտեղ էլ է, չէ՞, դիկտատուրա է, այնտեղ էլ է նույն մարդու կամ նույն քաղաքական գծի իշխանությունը երկար տարիներով շարունակվում։ Բայց ի տարբերություն Հայաստանի մենք այնտեղ չենք տեսնում արտաքին ուժերի ներգրավում կամ ազգային ենթադրաբար ես հիմա ենթադրում եմ, որ իմպերիալների դեպքում ուրիշ ձևի է աշխատում։ Հենց այդ այսինքն Գվատեմալան հնարավոր է համատել Հայաստանի հետ, բայց ոչ Ռուսաստանի։ Լատին ամերիկյան բոլոր երկրները, Կոլումբիան էլ, Չիլին էլ, իրանք մեծ հաշվով 100 տարի առաջ անցել են այն ամեն ինչի մեջով, ինչի մեջ հիմա մենք ենք այդ անկախության կայացած 0-ից պետություն ձևավորելու, պետություն ստեղծելու process-ների մեջ են։ Դրա համար այն ինչ ու իմիջիայլոց արի համաձայնեմ քո հետ, որ շատ սիմվոլիկ է, որ
մենք այսօր Հայաստանում այսօր շատ տարածված է Լատին Ամերիկյան գրականությունը, որովհետև իրանք թե Մարկեսը, թե Լյոսան, թե Անտուրիասը, թե մյուս Լատին Ամերիկյան գրողները իրանք հենց այդ պետության կայացման հասարակության Վարգասին Վարգասին նույն ձևի էլի նույն գծի մեջ է թե մարդը ոնց է նորմալ մարդուց դառնում դիկտատոր, այսինքն ոնց է չանում ինքը բարոյապես ոչնչանում նորմալ մարդը դաժե շատ բան է այսպես չեզոք է որտեղ ինքը իդեալական կերպարն է զինվորական բայց մի հատ դու շատ հետաքրքիր բան ասացիր քո ուսումնասիրության հետ կապված որ նախապայմանա որ բոլոր բռնապետությունների համար որ գաղտնիություն ապահովելը որ խորհրդավորություն տրվի այդ բռնապետությանը որ մարդիկ խորհրդավորությունից վախենան այդ որպես վախեր անեն բայց մեր Հայաստանում մի քիչ չհամաձայնվեցի քո հետ ասեցի Հայաստանում այդ հակառակը բուն գաղտնիքը արձրկելով է գաղտնիքի ինստիտուտը արձրկելով ոչ թե ինքը միֆականացվում է եթե դասական բռնապետությունների Պարագայում գաղտնիությունը պարտադիր պայման է ոչ դասական բռնապետությունների բանով ինքը հակառակը գաղտնիության ինստիտուտը լիարժեք ոչնչացնելն է ջնջում ու նաև դու մի հատ հետաքրքիր շատ կուզեմ դրան անդրադառնաս այդ վախի բռնապետության արդյոք առանց վախի հնարավոր է թե չէ հա իհարկե նախ այդ գաղտնիքի մասով միանշանակ համաձայն եմ ու ավարտելով քո միտքը գուցե այսպես ասած մոդիֆիկացված գաղտնիքի ինստիտուտը վերացնելը հենց նաև ինքը դրթում է այդ կոնսպիրոլոգիայի այդ դավադրապաշտական տեսությունների առաջացմանը, չէ՞, որովհետև ի վերջո մարդիկ չեն հավատում, որ սենց ուղղակի այսպես ասած ոչ մի արտաքին ազդեցությամբ սա հնարավոր է։ Սկսում են ման գալ ռուսական հետք, թուրքական, ադրբեջանական, ամերիկյան, եվրոպական, այսինքն սկսում են ուժեղ կենտրոնները, որոնք կարող են ազդեցություն գործել, ամեն մեկը ըստ իր քաղաքական այսպես ասած կոնյունկտուրայի նպատակներով փորձում է գտնի որոշակի հետ ու ամենահետաքրքիրը հենց այդ ոչնչացված գաղտնիքի ինստիտուտը իրաց թույլ է տալիս եղած գործընթացները մեկնաբանել ըստ իրենց նախասիրության։ Այո։ Իսկ եթե ինստիտուտը չկա ինքը փլատակներ է, դու տալիս ես մարդուն հնարավորություն կամ քաղաքական ուժերին մեկնաբանել դա յուրովի ըստ իրենց նախատեսված սցենարի։ Մեկը կարծի որ Ռուսաստանն էր 2018-ի այսպես ասած հետևում կանգնած, մյուսները կասեն ԱՄՆ-ն, Եվրոպան, հեղափոխության, հա։ Ու սենց շատերը ասում են Ադրբեջանը թուրքական հեղափոխություն, այսինքն բայց որտեղ է ճշմարտությունը, որովհետև այս գաղտնիքի ինստիտուտը քանի որ չկա ոչնչացել է, բացել է անսահման դաշտ մեկնաբանություններ։ Հիմա վերադառնանք վախերին։ Ես կուզեմ վախերին գալ քո այն թեզից, որ դու չեցի, որ իշխանությունները ժամանակի ընթացքում, ասենք այդ 8 կամ 10 տարի հետո, իրենք համարում են իրենց անփոխարինելի։ Ինչի են իրենք համարում իրենց անփոխարինելի, դա շատ լավ նշված է թե պարոն նախագահում, թե Նահապետյաշում մենք խոսում ենք, որ իշխանությունը ժամանակի ընթացքում կորցնում է կապը իրականության հետ։ Այսինքն պատկերացրա, երբ 5 տարի, 10 տարի, 20 տարի դու լինելով երկրի ցանկացած երկրի, հա, առաջին գլուխ, թիվ 1 դեմքը, քեզ մոտ գալիս են զեկուցելու տարբեր նախարարներ կամ շրջապաշտպան պաշտոնյաներ, ու բոլորը ունեն վախի զգացում։ Ասեն առաջին սինդրոմը իրանց վախերն են, իրանց սեփական վախ։ Եթե մենք զեկուցենք, այսպես ասած, ոչ հաճելի տեղեկատվություն կամ մի բան, որը հակասում է, որը ճշմարտություն է, բայց հակասում է, ասենք, կուսակցության կամ առաջնորդի քաղաքական գծին, ապա իրանք արդեն հայտնվում են հարվածի տակ։ Իսկ բոլոր բռնապետություններում եւ անգամ ոչ բռնապետություններում, գիտեմ, կարելի է ասել առանձին ուսումնասիրել, թե պայմանական կառավարության այդ կաբինետի նախարարների քանի տոկոսն է հետո ձերբակալվում։ Որովհետեւ ձերբետ քաղաքական այդ զոհերապետք ինքը ամեն մի այդ նախարար կամ բարձրաշան պաշտոն ինքը մտածում է, արդյոք ես ուզում եմ հարվածը վերցնել ին վրա դառնալ այդ զոհը, թե ոչ։ Այսինքն վախ համար 1, որը սնուցում է ավտոմատ, այսինքն մի աստիճան ցածր ենթակայի, հա, տվյալ դեպքում նախարարի պայմանական վախը չձերբակալվելու, զոհի կերպարում չհայտնվելու կամ զուտ ուղղակի պաշտոնից չզրկվելու, հա, որտեղ պաշտոնը ենթադրում է բավականին շատ, այսպես ասած, բոնուսներ, այսպես անվանենք, դրթում է, որպեսզի այդ երկրի ղեկավարը, նախագահը, վարչապետ կամ այլ պաշտոնյա ինքը եւս մեկ, այսպես ասած, կաթիլ է նրա այդ անփոխարինելիության սինդրոմի, որ կնես շեֆ ջան, դու ամեն ինչ ճիշտ ես ասում, ամեն ինչ գիտես։ Արի նախորդ բանին մի հատ խմբագրեմ նախորդ ասածից, որ ասիր գերտերություններում իհարկե փլուզում տեղի չի ունենում, երբ որ իշխանությունը երկարաժամկետ, բայց ստի մակարդակը
արի ստի ինքը ահռելի է հիմա եթե այսինքն քո ասածի թեման եմ շարունակում հնարավոր է Ռուսաստանում Չինաստանում երբ է Թուրքիայում չփլվի երկիրը ինչպես մեկ այսինքն ինչպես Գվատեմալայի կամ Լատին ամերիկյան երկրների կամ Հայաստանի դեպքում կամ աֆրիկյան երկրներում էլ նույն process-ը գնում ցավոք սրտի ես աֆրիկյան գրականության այդքան ծանոթ չեմ վստահ եմ որ աֆրիկյան գրականության մեջ էլ բանը նույն երևույթները կլինեն նույն պատմությունները բայց կհիշես սպեցօպերացիայից առաջ այսպես կոչված երբ որ Նարիշկինի զեկույցը Պուտինը ինքն ցուցիչն է որ մարդուն սխալ են զեկուցում սուտ են զեկուցում որ մարդը վախենում է պետության ծառայողը վախենում է երկրի ղեկավարի ճիշտ այսինքն ինքը նույնիսկ ճիշտ զեկուցելու ժամանակ հետա կանգնում ինքը ճշմարտությունը գիտի բայց ինքը երկրորդ բանը ինքը վախենալով կորցնի իր իշխանությունը ինքը սկսում է սուտ ինֆորմացիաներ տալիս ու նա ինչ վիճակի հայտնվեց Ռուսաստանը այդ ստի վրա հիմա ու մեծ այսօր եթե Նարիշկինին լսեին եթե Նարիշկինի մեջ այդ վախը չլիներ ինքը ջահատ ու նաև Հայաստանի պարագայում ավելի եթե դու պատկերացրա 44 օրյա պատերազմից առաջ էլ մարդիկ կային եթե ճիշտ զեկուցվեր արտգործնախարարությունից էր զեկուցվում գենշտաբից էր ճիշտ զեկույցը լիներ չվախենային ու նույնիսկ պատերազմի օրերին պատերազմի ժամերին եթե ճիշտ զեկույց լիներ ոչ թե այսպես ասած հաղթելու ենք այդ բանը մենք լրիվ ուրիշ իրավիճակ կստանանք այսինքն այստեղ վախի բանը վախի պայմանը ոչ թե ինքը վախը ինքն իրանով որևէ բան չի վախը հենց սուտ ծնող օրգանն է ինքը եթե սուտ է ծնվում այդ սուտը քայքայում է պետության ամեն ինչը դες ինչով կհակադարձեմ կոնկրետ 2020-ին կապված նայ նախ 2020-ի պատերազմից առաջ իշխանությունը դեռ ընդամենը 2 տարեկան էին այս լճացումը դեռ չկար երկրորդը բայց քեզարի ասենք որ մինչև ի պաշտպանություն իշխանությունները ասեն որ այդ սուտը էլի վախի դեպի մինչև այդ էր հիմնվել այս էլի վախից ելնելով հիմա Սերժ Սարգսյանն էլ էր իր իշխանության ինչի երրորդ սրոք ուզեց գնա էլի նոր վերադառնալով 8 տարի 10 տարի պաշտոնավարելուց հետո ինչի այդ ամենամեծ սխալը գործեց Ռոբերտ Քոչարյանը ինչի մարտի 1-ը կազմակերպեց ինչի համար այսինքն որովհետև այդ 10 տարին լրացավ ինքը արդեն սպառվել էր ինքը չէր կարող իշխանությունը պահել Սերժ Սարգսյանը ինչի է սահմանադրության փոխելուն գնաց ինքը սպառվել էր ու դա ժամկետը ինքը պատահական ժամկետ չի իր բանն է ու այդ վախերը որ ասում եմ այդ ստի հիմնված այդ մարդկանց սխալ ինֆորմացիան զեկուցում հիմա եթե ավելի տեղափոխվելով նահապետի աշունին ասեմ որ նահապետի աշունան մեջ է որ բոլոր բաները իշխանավորները ինքը սխալ ինֆորմացիան զեկուցում իրենց վախից դրդված այո հիմա տիպը արի գիտես ոնց սա ամփոփենք հենց ուզում եմ 18 թվակ 18-20 ու հետ 20 այդ իր բանի մեջ այսպես ասած հենց ռեալ որ Սերժ Սարգսյանի սխալ են զեկուցում որ չէ անգամ 20 հոգի կարելով եկել են Սերժ Սարգսյանի սխալ են զեկուցում եկողների քանակը հետո ամեն օրվա միտինգավորների ցուցարարների քանակը ես խոսում 20 թվականի մասին տես Օնի Գասպարյանն է որ ժամանակ գենշտաբի պետն ինքը մի քանակը հայտարարեց որ դեռևս հուլիս ամսին ինքը հայտարարել է որ մեծ է պատերազմի վտանգը որ Թուրքիայի ներգրավությունը պատերազմին բավական մեծ է որ մենք այս ռեսուրսին իրանց ադրբեջանական տեխնիկային մարդականակին եւ իրանց աջակցությանը մենք դիմակայել չենք կարող որ պետքա օր առաջ կանգնես այսինքն ճշմարտությունը զեկուցվել է Դա ուրիշ բան է գալիս հիմա նայ ես այդ բերեմ սա կապեմ Նարիշկինին կամ Ասպուրյասին ինչ էլ ունի Գասպարյանը չկա որովհետեւ ինքը ճշմարտությունը զեկուցել է բայց որովհետեւ երբ իշխանությունը այդ լճացում այդ 4 տարին 8 տարին 10 տարին գալիս է տեղի ունենում բնական կամ արհեստական ֆիլտրացիա այսինքն երբ իշխանությունը սա ի վերջո բոլորն են մարդկային թերություններով թուլություններով չէ երբ քո մոտ գալիս է օրինակ քո արտգործ նախարարը կամ պաշտպանության նախարարը ասում է պարոն վարչապետ ամեն ինչ լավ է նոր պատերազմ նոր տարածքներ հաղթելու ենք ու գալիս է գենշտաբի պետը ասում է ամեն ինչ շատ վատ է այս մարդը ճշմարտությունն էր ասում բայց դու ուզում ես հավատալ այն հեքիաթին դու ուզում ես հրաշքին հավատալ որպես մարդ որպես անհատ դու ուզում ես հրաշքին հավատալ ու սա երկարաժամկետ 8-10 տարվա ու պլյուս հեռանկարում հանգեցնում է այն ֆիլտրացիային որ դու քո շրջապատում թողում ես բացառապես նրանց ովքեր զեկուցում են քեզ ականջահաճո տեղեկատվություն այդ սուտ այսինքն սա ժամանակին խի այդ 8 տարին կամ այդ 10 տարին առաջի օրը տենց տեղի չի ունենում առաջի օրը տարբեր կարծիքներ կան հետո արդեն հա ու պլյուս դրան նպաստում է նաև քո վարքագիծը երբ որ դու ասենք
հերացնում ես այդ ճշմարտությունը զեկուցողին, որտեղ ինքը ականջահաճո բան չասենք, այդ որ դառը ճշմարտություն ասա քաղցր ստի փոխարեն, դա մյուսների համար դաս է։ Մյուսները արդեն նայում են ասում են, ինչի մենք մեծ հարվածի տակ դնենք, հենա, այն X, ասենք, շտաբի պետը, հա, ասենք Օնի Գասպարյանը անկեղծ գտնվեց, հերացրեցին։ Հիմա հաջորդ շտաբի պետը ինքը չի մտածում ճշմարտությունը զեկուցի։ Հաջորդ շտաբի պետը ասում է կթողենք որ մտել են ջերմուկը մտնել սոված կմնան կհեռանան։ Ու էս 2 տարի է մոտա, չէ, 2 տարի։ Չէ, 22-24 տարի է իրանք տենց սոված մնացել են, 4 տարի է դիրքում սոված նստած։ Ու հալել է որ 4 տարի կարող են առաջ ջրի եւ հացի դիմանալ։ Այսինքն բանը, այստեղ մի հատ էլ ուզի արի ես հարցին էլ անդրադառնանք ու բան ունենք։ Եթե միտեղ սուտը գնացել է, արդյոք այդ ստի վրա ինչ որ հնարավոր է ճշմարտություն կառուցվի, որտեվ գնացել է արդեն սուտը, այսպես ասեմ, եթե սխալ ստի վրա է հիմքերը դրվել, տունը հիմա խափել են, ասել ես դրա ավազնել, ցեմենտներ թող բան լինի, վատը լինի, կարող է մի քիչ էլ բան անենք, արդեն կառուցել ես, բայց հետո ինչքան ուզում ես ջերեցիկ սարքի կահույքը ինչքան ավելի գիտես, որ այդ պահին սուտ է եղել։ Այսօր առաջին իսկ թեթև քամու ժամանակ քո շենքը կամ երկրաշարժի ժամանակ քո շենքը ու այդ ճշմարտության որոնումներով որ ասում եմ ցանկացած իշխանության մենք իրար հետ չէինք պայմանավորվել, գիտես, եկանք եզրակացության, որ բոլոր իշխանությունների վախճանը գալիս է վախից, որը որ ծնում է սուտ, որովհետև այդ ստի վրա կառուցված ամեն ինչ այդ բանն է սիրո արտահայտությունն է սուտ, այդ քծներն էլ է սուտ, եթե անկեղծ մարդը սիրում է, ինքը սիրո դրսևորում պետք չի թույլ տա։ Եթե դու ինչ որ մեկին սիրում ես, դու ամեն օր չես ապացուցելու կարիք չունես։ Այդ էլ քո սիրած բաններ իր ասում, այդ էլ ասա որ ապացուցելու, չապացուցելու ասա որ մենք այս թեման գիտես երբ հա ինչ ենք ասում, ինքնիշխանություն է տերմինից ենք չէ՞ խոսում, որ 20 կամ 23 թվականից հետո ով բարձրանում ասում է Հայաստանը ինքնիշխան է։ Եթե դու պատկերացնես Ամերիկայում ինչ որ որևէ մեկը բարձրանա ասում ենք ինքնիշխան ենք, մենք ինքնիշխան ամեն օր այդ բանը պնդի։ Հայելի այսինքն անընդհատ ինքնիշխան բառը կրկնում, եւ հակառակը, եթե քանի է թեման չէր քննարկվում, ինքը կար, ինքը անգամ այդ Օվերտոնի պատվանի դասական տարբերակն է, էլի, այսինքն դա շրջանառելու դա քննարկելու կարիք չկա, որովհետև ինքը բացարձակ ճշմարտություն է։ Որ բան դու դա բերում ես քննարկման, դա արդեն կասկած ես։ Դու նույն սիրո հետ կապված են ավելի ռոմանտիկ ձևով, դու սերդ քո գործողությամբ ապացուցում խոսքերով դու երբեք սեր չես կարա։ Այդ ամեն օր ասում եմ, բայց այդ սերը ոչ մի ձև չդրսևորում, որ դրանից ոչ մի ձևով չի դրսևորում։ Հենց շնորհակալ ենք այսօրվա համար, ինձ թվում է մենք կարողացանք նկարագրել թե ինչ է մեզ սպասվում, եթե մենք նույն ձևի շարունակենք վախերի ու ստերի հետևից գնալ, դա արդեն պարզ արդեն բացահայտ է, մենք չենք ասում, դա գիտականորեն եւ գրականությամբ ապացուցված։ Ես մի բան մոռացա, ես էլ վերջը որպես ամփոփում, այդպես մենք համատեցինք, չէ՞, փոքր պետություն եւ մեծ պետություններ։ Այս մասով շատ փայլուն արտահայտվել է Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն, ով այդ պետությունը կառուցել էր, հա, ինքը լեգենդար կերպ համարվում։ Ինչեր ինքը ասում էր փոքր պետություն, իսկ ինքը Սինգապուրը, չնայած Սինգապուրը այսօր հնային ու բնացած ասենք այդ տնտեսական ցուցանիշն, ինքը Սինգապուրը համարում էր փոքր պետություն։ Տարածքով եւ մարդաքանակով նա ինքը ասում է փոքր պետությունները ի տարբերություն մեծերի սխալվելու շանս չունեն, որովհետեւ մեծերի իմունիտետը ավելի բարձր է։ Օրինակ ինքը համատում է Չինաստանը, եթե Չինաստանը մեկ անգամ սխալվի կամ մենք հիմա տեսանք որ Ռուսաստանը սխալվեց, Ռուսաստանը Ուկրաինայում սխալվեց, ԱՄՆ-ն Իրանում սխալվեց։ Իրանց իմունիտետը բարձր է, այդ սխալը իրանց համար գոյաբանական չի, ճակատագրական սխալվեն, մեր համար մեկ սխալը կարա լինի գոյաբանական եւ ասենք լինի վերջինը։ Մենք այսինքն այդ լիմիտը չունենք այսպես ասած սխալների։ Դրա համար, հա, այն ինչ գվատեմալացի, այսպես Աստուրիասը գրել է, ինքը կարող է Ռուսաստանի կամ Չինաստանի համար վերաբերելի չի, բայց Հայաստանի պես պետության համար 100%։ Շնորհակալ ենք այսօրվա համար։ Շնորհակալություն, հաջողություն։ Ձեզ։